Թուրքիան կօգտագործի դիվանագիտական բոլոր միջոցները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։ Հղում անելով Էրդողան-Փաշինյան հանդիպմանը, այսպես գրում էին թուրքական լրատվամիջոցները, թուրքական Անադոլու գործակալությունը մասնավորապես գրում է. Մեջբերեմ. Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորությունը։ Նախագահը շեշտել է, որ Թուրքիան, առաջնորդվելով իշահ բոլորի սկզբունքով, կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացման ուղղված ջանքերին։ Չանդրադառնամ թուրքական մեդիայի մյուս հայտարարություններին, պարզապես նշեմ, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային այդ իրադարձություններին եւ այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ուղիղ կապերը եւ երկխոսությունը։ Ասել է, թե որևէ լուրջ համաձայնություն, որևէ հայտարարություն այս երկուսի հանդիպման արդյունքներով մենք չունենք։ Չկա հստակ պայմանավորվածություններ սահմանները բացելու վերաբերյալ, թեպետ հարավային Կովկասն իրապես հիմա գոնե թե օդային միջանցքի կարգավիճակ ունի, դուք ձեր էկրաններին իմ թիկունքում տեսնում եք այդ միջանցքը։ Հարավային Կովկասն այս պահին ինքնին արևելք-արևմուտք օդային միջանցքի է վերածվել, քանի որ փակ է ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Իրանի երկինքու էստեղ հետս հետ է գանք ամփոփման ու եզրահանգումների։ Էրդողանի համար ռուս-ուկրաինական ու իրանա-իսրայելական կոնֆլիկտները աստծո պարգև են։ Թուլանում են եւ Իրանը եւ Ռուսաստանը։ Թուրքիայի հիմնական մրցակիցները հարավային Կովկասում։ Սա բացառիկ շանս է Էրդողանի համար տարածել իր ազդեցությունը դեպի կենտրոնական Ասիայի տարածաշրջան, թուրքալեզու պետություններ։ Իրանն ու Ռուսաստանը մեկուսացվում են, իսկ Թուրքիան ստանում հնարավորություններ։ Այն անվտանգ է, տարածաշրջանը ունի բացառիկ աշխարհագրական դիրք, բավարար ռազմական ներուժ արդեն Թուրքիան իր ենթակայության տակ գտնվող ճանապարհներն ապահով պահելու համար ու մնացել է արևելք-արևմուտք կապն ամբողջացնելու համար ընդամենը մեկ կոմպոնենտ՝ Սյունիքի միջանցքը։ Այս փոքրիկ անցումով Էրդողանը դառնալու է ոչ թե ուղղակի տարածաշրջանային գերտերություն, այլ համաշխարհային տերություն, իր մասշտաբներով խաղալու է արդեն խոշորների հետ եւ որ ապահովելու է կապը Չինաստանի եւ Եվրոպայի միջև, արտադրողին հասցնելու է սպառողին։ Եթե ճանապարհին մի Փաշինյանը մի փոքրիկ Հայաստանով, ապա կամ պիտի ռազմական ուժ կիրառես ու ոչնչացնես Հայաստանն իբրև պետություն ու պատմական ճանապարհի վրա սահմանես բացառիկ վերահսկողություն, կամ պիտի շոյես ու սիրաշահես սիրառատ պարտադրանքով Փաշինյանին հանգեցնես նրան, որ ինքնուրույն հանգի ճանապարհի տրամադրմանը։ Եվ Փաշինյանը հանգել է համայնքի հետ հանդիպման, ինքն այդ տրամադրվածությունը ամեն դեպքում ցույց տվեց։ Մենք այսօր ասում ենք, Ժողովուրդ ջան, ինչ ամ ուզում եք գնանք, մենք էլ ենք ուզում գնանք։ Մենք էլ ենք, եկեք բացենք սահմանները։ Եկեք բացենք Թուրանը։ Հա, բայց կներեք, որ մենք Հայաստանի Հանրապետությունը ուզում ենք զարգացնենք։ Պատկերացնում եք, Թուրքիայում քաղաքական շրջանակներ ունեն, ասեն հələ սրանց տեսեք։ Սրանք ուզում են Հայաստանի Հանրապետությունը զարգացած բարեկեցիկ պետություն լինի։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը զարգացնենք, իրանք էլ ունեն, մենք էլ կներեք, մենք էլ օրենք ենք ընդունել Հայաստանի Հանրապետությանը Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին։ Իրանք էլ Թուրքիան էլ որոշակի ուզում է տնտեսական ակտիվ կապեր, այսինքն կապեր ունի եւ զարգանում են այդ կապերը, այդ թվում կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, ուզում է ավելի շատ հաղորդակցության ճանապարհներ ունենա։ Ինչն է անտրամաբանական։ Մենք այդ ամեն ինչին մի հատ վերնագինը դնում ենք Թուրան ու վերջ գնաց, վայ, ուզում են Թուրան, Ժողովուրդ ջան։ Մարդիկ եկեք մենք էլ ապրենք։ Եկել ուրիշներն էլ մեր չափով, մենք չէ որ պետք է որոշենք, բայց մեր չափով ուրիշներն էլ հնարավորություն տանք իրանք էլ ապրեն։ Վերջ կոնցեպտը շատ ավելի պարզ է, եկեք լավ ապրենք, թողնենք իրենք էլ ապրեն, բոլորը գոհ են, երջանիկ ու բավարարված։ Բացի Սիրիայում ապրող ալևիներից, որոնց ցեղասպանեցին Էրդողանի ահաբեկչին իշխանության բերելուց կարճ ժամանակ անց։ Այստեղ է, որ առաջանում է Հայաստանի ղեկավարի ու Ռուսաստանի քաղաքականության բախումը։ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում դուրս մնալ հարավկովկասյան միջանցքների վերահսկողությունից, իսկ Իրանը չի ցանկանում փայչ ունենալ այդ ճանապարհների շրջանառությունից, բայց ամեն ինչ տանում է նրան, որ հարավային Կովկասը պիտի դառնա ամենաանվտանգ դարպասը արևելքից արևմուտք եւ այն երկիրը,
որը կստանձնի այդ դարպասի վերահսկողությունն ու իր զինվորով լինի, ենթակառուցվածքներով, թե այլ կարողություններով գերաշխավորի անվտանգ հարավկովկասյան հանգույցը կլինի հաղթողը։ Այս պահին իր հավակնությունները, այդ թվում Հայաստանի միջոցով, ամրապնդում է հենց Թուրքիան։ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները առավելագույն փչացնելով Թուրքիան Հայաստանի եւ ռուսների ստիպում է Հայաստանին փնտրել այլընտրանք։ Առևտուր է անում, ասելով, որ եթե հայերը մտնեն թյուրքական քաղաքականության դրամաբանության մեջ, կունենան ճանապարհներից ու միջանցքներից օգուտներ քաղելու լայն հնարավորություն։ Փաշինյանի վարքն ու քաղաքականությունը ապացուցում է, որ ինքն այդ դասավորվածությանը դեմ չէ, այլ հարց է, որքանով է կողմ Ադրբեջանի բռնապետը, որը չի ցանկանում, որ Հայաստանը որևէ օգուտ ստանա բացված միջանցքներից։